Զեկույցը ամենակարևոր զեկույցը, որը Պաշտպանության հանձնաժողովը այդքան քննեց, բազմաթիվ աշխատանքներ իրականացրեց, այո, եւ ըստ էության արխիվ ուղարկվեց։ Ինչու՞։ Այդպես չի։ Դուք էլի սխալվում եք, Տիկին Մանուկյան, ես ուզում եմ ավելի հետ գնամ։ Դուք չեք մոռացել, որ մարտի 1-ի փաստավակ խմբի փաստացի ղեկավարը ես եմ եղել։ Եվ իմ ստորագրությամբ 5 զեկույց կա։ Միեդի որոշման հիմքում դրված է փաստավակ խմբի զեկույցները, որով հիմա Ռոբերտ Քոչյանը դատային դաշտում ըստ էության, որ ասում են մարտի 1-ի գործը բացահայտված է, դա նաև մեր զեկույցների շնորհիվ է, որ այդ գործը բացահայտված է, որտեղ Միեդը ընդունեց, որ քաղաքական իշխանության որոշումներն է պատճառը, որ մարդիկ գնդակարվել են, իմացել են։ Կարծում եք տարիներ հետո զեկույցը արխիվ չի ուղարկվել, կգա։ Կարծում եմ, որ այո, որևէ զեկույց անհետ չի կորում։ Զեկույցը կարող է քնի, ոնց որ հաշվիչ տեխնիկան կարող է քնի, ռեժիմ դնես, բայց ինքը քանի որ ավարտուն վիճակում է, ինքը կիջնի ներքև, եթե պետք է իջնի, էլի կբարձրանա վերև, բայց այդ զեկույցում այնպիսի եզրահանգումներ կան, որը խիստ անհրաժեշտ է, որպեսզի մեր համապատասխան կառույցները, հատկապես պաշտպանական գերատեսչությունը կարդա, որտեղ մենք նաև օգտվել ենք զեկույց կազմելուց պաշտպանության նախարարության վերլուծություններից, բայց դրա մեջ ավելի շատ տեղեկատվություն ենք մեզ հաջողվել է հավաքել, որտեղ մենք կարողացել ենք նաև մարդկանց կանչել, լսել, տեսագրություններ անել, մինչև վարչապետ։ Պարոն Քոչարյան, տեսեք, չնայած Չէ, բայց ոնց որ այստեղ մի հատ էլ բան կար, որ ես ուզում ասեմ զեկույցի հետ կապված։ Չկասկածեք, որ այդ զեկույցի կարևորությունը կարող է մի վայրկյան պակասի։ Ես մի քանի օր առաջ հետքի գլխավոր խմբագրի հարցազրույցն էի լսում, որտեղ խոսվում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ ինչուի պատասխանը այնտեղ կա։ Հիշում եք, մի հատ բան կար, մի հատ հայտնի ֆիլմ կար, ինչու են բաները Մալչյանների գնահատը հայրենոցա, գառնուկները ինչպես են գառների լռությունը։ Այնտեղ հոգեբանին, որ մոտենում է FSB-ի սպան, ասում է, ասա ով է, ասում է, ասելու բան չկա, ուշադիր կարդա զեկույցը։ Ձեր գրած ուշադիր կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է։ Հիմա զեկույցում է լիքը բան կա, որը իհարկե լավ կլիներ, որ հիմա ինքը Գարլիա Գումար նիստերի դալիճ, բայց դա էլ որևէ իրենից բարդություն չի ներկայացնում։ Ինքը որ պահին անհրաժեշտ լինի, ինքը ձեր ասած արխիվը չէ, առաջի բաժնից, գաղտնի բաժնից կբարձրանա եւ ըստ էության զեկույցը կշարժվի իրեն նախատեսված ճանապարհով։ Բայց նաեւ մի բան ասեմ, որ այդ զեկույցին այսօր արդեն հասանելի է բոլոր այն կառույցներին, որոնք կարող են այդ զեկույցը վերցնել, կարդան եւ ունենալ որոշակի եզրահանգում, սկսած գլխավոր դատախազությունից, պաշտպանության նախարարությունից, քննչական մարմիններից, բոլորը կարող են այսօր այստեղից վերցնեն, ծանոթ եւ նույնիսկ ասեմ падգամները, որոնք թույլտվություն ունեն, բայց ինձ զարմացնում է, որ մեր падգամները ալարում են գնան, գուցե եթե կարդալ չեն սիրում, գուցե տեսագրությունները նայեն, այնտեղ էլ հսկայական ծավալի տեղեկատվություն կա, որը նաև իրենց հետաքրող հարցերի պատասխանը կստանան, ասեմ, որ падգամները շատ քչեն են կարծացել, հիմա շատ նոր падգամներ ունենք, ես չգիտեմ ինչքանով է իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքների դրվագները այդքան խորությամբ հետաքրում, բայց ես շատ կուզեի, որպեսզի նաև ծանոթանան մեր հասարակության բոլոր այն շերտերը, որոնք ունեցել են ընտանիքում կորուստներ, զավակներ եւ այլն։ Բայց դա արդեն ապագայի խնդիր է, որտեղ ամենակարևոր բանը Պաշտպանության հանձնաժողովը կարողացավ պատրաստի զեկույց, իսկ կանոնակարգ օրենքի հիմնական պահանջը 26-րդ հոդվածն ասում է աշխատանքները ավարտվում են, երբ որ զեկույցը ներկայացվում է ազգային ժողովի նիստերի դահլիճում։